Բարևում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, հակառակ մյուս օրերի, որ շոգ ու արևային եղանակներ էր մեր մոտ, այսօր ցուրտ է, սառը քամի ու անպամացություն։ Ուզում եմ մի փոքր խոսել իմ վլոգի վերնագրից, քանի որ միգուցե տարօրինակ կթվա ձեզ։ Ուրեմն դե գիտեք, որ Տաթևն եկել էր ու երկու օր իմ կշտին կացավ։ Հետո հենց այդ պահին, որ մեղուներին մտիկ արի եկա տուն, կոֆե խմելու վաղտը Տաթևս առաջարկեց, թե բամամ արի ալբոմը վեր ունենք, համ մենք լավ հուշեր հիշենք, համ էլ մեր հետևորդները։ Հետո հենց էլ այս վլոգը կորավ ու մոլորվեց։ Այդ պատճառով որոշեցի այդ վերնագիրն ընտրեմ, չեմ սիրում, որ ինչ-որ կատաստրոֆիկ վերնագրեր ընտրեմ, դե ինձ լավ գիտեք էլի, բայց թե այս մի վլոգին սազ եկավ էլի, հիմի մի քիչ հետը մտիկ կանեք, բոլորիդ բարի դիտում։ Սիրելի հետևորդներ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր վաղ առավոտից, քանի որ արև էր դուս եկել, զբաղվել եմ մեղուներիս աշխատանքով ու հիմա ուզում եմ այն մեղվան տանիքը, որը Տաթևիս անունով է, ուժ տալ, բոլորին նայել եմ, մենակ մեկից հաջողվեց, որ կարենամ կարմիր ձված ռամ կահանել մեղվապատ, հիմա այս է, մոտեցնեմ, սիրել հետևորդներ ջան, հիմա սրանք տաքացնում են կարմիր ձուն, երկու կողմից էլ, և սա պետք է ուժ տամ, այս Տաթևիս մեղվան տանիքին, մի հատ այս կողմ, այստեղ առաջելորի պետք է բացեմ, հետո աջյալ եմ փռելու, որ մեղուներին այս աջյալի վրա պետք է թափ տամ, այսենց, մոտեցնեմ ստեղ, պետք է հենց աջյալը դնեմ, որ ստեղ տեղ էլի մտնելու, աջյալը մի քիչ հաստ է, չգնա փակի, ստեղ էլ զենց, ոնց որ թե արդեն լավ է, հետո այս էլ բացել եմ, որ արդեն կարմիր ձված այս շրջանակը անմիջապես տեղավորեմ, բայց մի հատ էլ նախապես, քանի որ սա լավ թուլացել էր, մայրը ստեղ է, հիմա սիրել հետևորդներ ջան, տեղը բացել եմ այնտեղ ու այսենց թափ եմ տալիս։ Հիմա մեղուները, որ աշխատավոր մեղուն է, կգնա իրա փեթակ, որը նոր ծնված է, այսինքն 3 օր է, որ արդեն ծնվել է, կբարձրանա այս մի փեթակ, հույս ունեմ, ամեն բան իմ սրտով կլինի, հետո Տաթևիս մեղուները ուժեղանան, այդ տեսնում եք, սրանք չեն թրջում, նաև չեն կծում սրանք, տեսնում եք, նոր ծնված մեղուները չեն կծում, սիրել հետևորդներ ջան, այսա հենց որ մեկը գա, ճանապարհը կսովորեն, հետո կբարձրանան, ես ստեղ փակեմ, ճիշտ արևը, այդ ցուրտ է, օպա, ոյ, հույս ունեմ շուտով կմտնեմ փեթակ, մի քիչ էլ այսենց օգնեմ, առաջ տանեմ, և արդեն բարձրանան, դեպի որ խելքները հասնի,
այս գործողությունը տարվա մեջ։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, աջյալը մի քիչ վերև եմ բարձրացրել, ու արդեն դեպի Փեթակ են գնում, այսքանը լրիվ նոր ծնված մեղու է, ու սա չի գնա վնասի այս Փեթակի մայր մեղվին, ու արդեն այսա կկողմնորոշվեն, ու կմտնեն հերթով, շարքով կգնան Փեթակ կմտնեն, այս պահը, որ թափ ենք տալի, մի պահ մեղուն ինչ որտեղ ջարդվում է, ոնց ասած, դրա համար հնարավորինս փափուկ աջյալ ենք փռում, օրինակ տեսել են, որ որոշ մեղվապահներ ժեշտ են դնում, ժեշտի վրա մեղկեն էլի, չցավան ու ահա, արդեն հենց որ մի քանիսը գնան, ոնց որ մեկը մեկին ձայն տալով գնալու են, սա բնության հրաշքներից մեկն է, սիրելի հետևորդներ ջան, որը ես ձեզ մասնակից եմ դարձնում, եկեք միասին ուշադիր վայելենք այս հրաշք պահը, ահա, արդեն որը որ այս շրջանակի վրա աշխատավոր մեղուներ թռելա գնացել ու հիմա արդեն այստեղ իրանք հոտոտում են, ահա մոտեցնեմ հնարավորինս, մի քիչ անհանգիստ են, դե բնականաբար, սրանք դեռ այն մեղուներն են, որ դուրս չեն եկել ձակ խաղարել ու դուրսը չգիտեն ինչ բան է, ահա, մի քիչ կհոտոտան ու արդեն կմտնեն Փեթակ, հնարավորինս արկանոցի առաջը բացա ու մի փոքր էլ սպասեմ, սա ժամանակի հարց է ու կգնան արդեն, եղանակը հրաշալի է, ահա, երկինքը կապույտ, զլզլում է, օդի ջերմաստիճանը բարձր է, դրա համար էլ հենց որ եղանակը տեսա, որ բացվել է, այն չոքած ամբերը վերև են բարձրացել, ահա, նայ են կրանն էլ չկա ամբեր, դրա մա արխեին եկա իմ մեղվանոց ու գործարի, երևի լսած կլինեք, որ մեղուները ինչ որ հիվանդություններով անհասկանալի, շատ անկում է լինում, շատ մեղվապահներ կորուստներ են ունեցել, ձվարկություն չկա, այն որ աշնանը պիտի ձվարկություն լինի, այստեղ ես արդեն նկատում եմ, որ արդեն շարք են կազմել ու գնում են, ահա, սիրելի հետևորդներ ջան, այս պահերին ես էլ եմ անհանգիստ լինում, քանի որ ինչքան էլ որ իմանում եմ այս գործը, գնացին, ոյ, մարմինս փշաքաղվեց ուրախությունից, սիրելի հետևորդներ ջան, փառք Աստծո, ինչքան էլ այս գործին տիրապետում եմ, ամեն դեպքում, ամեն վայրկյան սովորելու բան ունեմ, ամեն վայրկյան էլ, ինչպես որ միշտ, գործի սկզբում, Աստծուն աղոթք եմ անում, որ օգնի իմ գործը լավ ընթանա, եւ զորքը մտնում է Փեթակ, խելոքներս, այս պահի դրությունով կորուստներ չունեմ, բայց շատ քիչ են, շատ են քիչացել, ձվարկություն չկա, լավ էր գոնե, որ այս մի Փեթակում կար, այն անգամ, որ սրան արդեն դրել էի, մայր մեղվին էլ արդեն ընդունել էին, հիմա որ բացեցի, բարև ձեզ, հարևանուհի սեր անցնում, հա, ուրեմն բոլորը անկվել էին, հաշված մեղուներ էր մնացել ու մայրը, երևի մի 20 մեղու էր մնացել ու եթե ես հետևողական չլինեմ, այդ մայր մեղուն էլ չէր կարա էլի, դա շատ երկար պատմություն է, ահա սիրելի հետևորդներ ջան, կարելի ասել 10%-ը բարձրացել է, 90%-ը դեռ այստեղ են եւ հույս ունեմ, որ իրանք էլ կգնան հոտոտալով, ահա, փառք Աստծո, երբ որ ինչ որ մի գործ իմ մոտ ստացվում է, հաջողվում է,
Այս ինձ միշտ խորը հոգոց եմ քաշում ինձանից անկախ, քանի որ սա մի այնպիսի գործողություն է, որ ոչ միայն ինձանից է կախված, այլ նաև իմ մեղուների գործողությունից է կախված։ Ամեն դեպքում իրանց լեզուն հասկանում եմ, գրեթե տիրապետում եմ։ Այս տարիների ընթացքում, մտնում են, հրաշալի, այս տեղացյալը մի քիչ հաստ է, բայց թե ոնց որ թե չխանգարեց։ Սրանք դեռ մոլորված են, սրանք էլ կբարձրանան, էսա, մեկը մեկին կանչելով, ձեն տալով, կգնան։ Ճիշտ է, սենց արև է, բայց այս կուռը արդեն շվակ է, տեղ ցնքիսը ստի շվակ է գծել էլի, մի քիչ դրանից եմ վախում, քանի որ շվակ է, մեղուն կծկվում է էլի իրար տաքացնելու համար, չգիտեմ, դե քանի որ արևը շուտ է էլի այն մի կուրնանց կենում, ինչև է նրանց մտի կարի, երևի մոտ 2 ժամ է ստեղ եմ, շատ մանրակրկիտ զբաղվեցի իրանց հետ, նաև դասավորություններ տվեցի, այդ պատճառով էլ չգիտեմ էլի սիրել հետևորդներ ջան, այս կուրն արդեն շվակ հնգավ էլի, հույս ունեմ սրանք այդ կծկված տեղից, ոնց որ թե ցրվում են ու դեպի փեթակ են գնում, գնացեք մեղուներ ջան, գնացեք, ձեր նոր մաման իստեղ է, նման դեպքում իրանք մորը հեշտ են ընդունում, չեն գնում ու մորը սատկացնում, դե մեջին մոտ մի 20 մեղու էր մնացել, երևի դրսում էլ, մի այդքան էլ դրսում կլիներ, կամ էլ քիչ, կարելի ասել շնչին վրա հասա, այս քանի օրեր դե գիտեք էլի ցուրտ էր, անձրևային էր, ու այդ օրերին միշտ մտքումս անհանգիստ էի էլի, ոնց որ թե էլ չեն կծկվել, բարձրանում են, արև եկ, մեղուներիս մոտ վեր եկ, դե այս կուրն արդեն որ շվակ է անգել, մի քիչ էլ որտեղցի ծառը մեծացել է, էդ էլ է փագում էլի, բայց թե հույս ունեմ, որ բարձրանում են, մի փոքր էլ սպասենք, ինչև վերջ տենանք ինչ է կատարվում, այս հրաշք գործողությունը վայելեցեք, սիրելի հետևորդներ ջան, այդ քաղցր մեղրը, որ վայելում ենք, դրա թերթի մյուս երեսին շատ դժվար աշխատանք է, ոչ միայն մեղուների դժվար աշխատանքը, այլև իմ կատարած աշխատանքը որպես մեղվապա, դեռևս անհանգիստ եմ, լրիվ իմ անհանգստությունը չի վերացել, ինչև որ այսքանը, այս մեծ խումբը, այստեղ 100-ից ավել մեղու կա և ուզում եմ, որ սրանք էլ մտնեն փեթակ, դե այն կարմիր ձուն պիտի տաքացնեն, եթե օրինակ չմտնեն, կարմիր ձուն կսարչի, ոնց որ թխսի ձունը, ասենք հավից թխսի ձունը, եթե սարչի չի ծնվի, նույնն էլ մեղուների այդ կարմիր ձունը, եթե սարչի, չեն ծնվի այդ մեղուները, սրանք պիտի գնան, տաքացնեն, գնացեք սիրտիկներ ջան, պուպուշներ ջան, գնացեք, լավա, կամաց են գնում, երևի ես եմ մի քիչ էլ խտատում էլի, չգիտեմ ինչքան ստեղ կնստեմ, ինձ պատահել է, որ մի ժամ սպասել եմ, ուզում եք մի փոքր ընդմիջում անեմ, ես այստեղ նստած կմնամ, ու հենց որ էլի թափով սկսեն մտնելը կմիանամ ձեզ, որ ժամանակի մեջ իմ վլոգում տեղավորվեմ, սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ մնացին, ու կամաց բարձրանում են, ես այս կողմը նստած եմ գետնին,
Գետինը խոնավ է, բայց ես դա անտեսեցի ու նստել եմ։ Երբ որ գործի թունդ վաղտն ալում, էլ մեր մասին մտածում չենք էլի։ Հա, սրտով արած գործը հենց էդ է համարվում, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, գնում են մարալներս, ջեյրաններս։ Ջան, 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 ջան։ Ահա, այս գործողությունը, որ կատարում էի, տես աղցիկս քամին շրջեց, խոսքս այնտեղ կիսատ մնաց էլի։ Թե ինձ ուղակի անմիջապես դրեցի գետնին իմ շտատիվը, միշտ որ տեղադրում եմ, ինչ որ տեղից կապում եմ, բայց այս անգամ չկապեցի, հույս ունեի, որ կպահվի, էդ էլ են օրվա նման շաշ քամի վիկացավ, մնաց 15% կամ 20%, այսա սրանք էլ կմտնեն, ահա, մի քիչ առաջ էի ասում 100-ից ավել, բայց դեռ այստեղ մոտ 100 եւ ավելի մեղուկ է, սիրելի հետևորդներ ջան։ Գնում են։ Այն երգ կա է, որ ասում է քայլում է այծիկը, ետևից ուլիկը, պարարարարամ պամ։ Հիմա հենց որ մեկը գնում է, այն մնացած ուլիկները հետևից քայլելով գնում են։ Ջան, 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 ջանի ջան, 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 ջանի ջան։ Այս մեկը էլ վաղը կբացեմ, եթե իհարկե արևային լինի։ Ահա, դե գիտեք որ տաթևս էլ եկել է, սիրելի հետևորդներ ջան, բայց հենց որ տես արև է, շաբաթ օրերը, դե գիտեք որ առավոտ շուտ մի հատ էլ աշխատանքի եմ գնում, ժամը 9-ին, գնացել եմ աշխատանքի եկել, հագուստս փոխել ու անմիջապես եկել եմ մեղուներով եմ զբաղվել, արդեն կեսօրվա ժամերն է, դրա համար էլ այս կռանը շվակ հանգել, ահա, այ սենց, գնում են, դե լավ է, մտավախություն ունեի, որ քանի որ ստի շվակ է, իրանք այդ ցրտից կկծկվեն ու չեն գնա, հետո խնդիրներ կառաջանա, էլի, ահա, շատ լավ հասցրեցի, փառք Աստծո, և հրաշքը կատարվեց, իսկ որ փեթակից որ բերել եմ, այդ փեթակում էլ չկար կարմիր ձու, բայց մեղուների բազմություն կար, ճիշտ է ոչ այդքան շատ, բայց հույս ունեմ, որ այդ փեթակի մայրը էլի կձվադրի ու նա էլ չի թուլանա էլի, հույս ունեմ վնասատ չեմ լինի, ուղղակի այս մեկը ծայրահեղ վիճակում շատ թույլ էր 20 մեղուն ինչ ամոր հետ, ահա, իսքանը մնացին, այ արդեն կարելի ասել կարանք հաշվենք, այ այսքան մեղուկ ար մեջին ընդամենը մոր հետ, դրա համար էլ այս գործողությունը կատարեցի ու իրար հետ այս հրաշքը տեսանք սիրելիներս, ահա, սրանք էլ են գնում արդեն, հենց որ կհավաքվեն արդեն կգնամ տուն, ահա, այսօր նաև հասցնելու եմ, որ երկրորդ հերթել եմ գնալու աշխատանքի ժամը 4-ի կողմերը, շաբաթ կիրակի իմ գրաֆիկը այդ ձևով է, սիրելի հետևորդներ ջան, կհասցնեմ մի հատ էլ տաթևիս հետ կոֆե կխմեմ, հետո էլի կգնամ աշխատանքի, գնացեք, ձեզ ենք սպասում, գնացեք, ահա, ձեռքից ձեռք եմ տեղափոխում, դե գնացեք, սիրտիկներ, գնացեք, ոյ, պուպուշներ ջան, գնացեք,
Գնացեք, բարձրացեք, ահա, մեկ չել ես օգնեցի, քամի էլ ասկսվել, գնացեք, ապրեն իմ մեղումները, բան չմնացայ, նաև մոտեցրել էի տեսաղցիկի տեսադաշտը, հիմա հեռացնեմ, այստեղ ինչքան մնացին, շատ քիչ մնացին, իրանց էլ օգնենք, գնացեք, պուպուշներ, բարձրացեք, ապրեն իմ մեղոնները, գնացեք, չմրսեք, գնացեք, որ կարմիր ձուն տաքացնեք, պուպուշներ, գնացեք, որ ես գնում աղցի, ջան, այս սենց բարեհաջող ստացվեց իմ գործը, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս ացյալը մյուս փեթակինն է, այս էլ պետք է տանեմ էլի իրանց ծածկը, ոյ, այս մի երկու հատն են, տեսեք կգնան, վերջ, այս էլ առաջ փակեմ, այս փետով, սպասի մեղու ջան, այս կողմից, այսքան փոքր անցք լինի, իրանց հերիք է ներսու դուրսի, քանի որ իրանք քիչ են, վերջ, ստացվեց, դե մնացած գործերն էլ անեմ, այս աջալի հետ կապված, ու նայում եմ էլի դեպի վերև, և փառք եմ տալի Աստծուն, շնորհակալ եմ Տերեմ, գոհանում եմ, թող որ բոլորիս գործերն էլ մեր սրտով լինեն ու հաջող լինեն, այստեղ խաղաղություն ա տիրում, այս հենց ներսու դուրս կանեն ու իրանց նոր փեթակին կսովորեն, ինձ թվում է վաղ այստեղ ձակ խաղ կսկսվի, ու կարգ ու կանոն կսկսվի այստեղ։